Բարի երեկո։ 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցել եմ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ։ Տիկին Աղաջանյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տիկին Աղաջանյան, ինչու վեր սկսվեց Իրան եւ Միացյալ Նահանգներ պատերազմը, այդ պատերազմը ինչ մասշտաբների կարող է հասնել եւ նույնիսկ այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ դա հստակ պատերազմ է, թե պարզապես որոշակի լարվածություն է բանակցությունների հերթական փուլին նախընթառաջ, խնդրեմ։ Ես ավելի հակված եմ երկրորդ տեսակետին, որ սա զուտ ուժերի ցուցադրություն է բանակցային գործընթացից բխող, եւ սա պայմանավորված է նրանով, որ ամերիկյան կողմը փորձում էր պարտադրել իրանական կողմին ընդունելու Հորմուզի նեղուցի անցնելու համար 20% վճարի ինչ-որ մասնաբաժին իր կողմից ստանալը, որին բնականաբար իրանական կողմը չէր կարող որևէ կերպ համաձայնել, այդ թվում նաև Օմանը չէր համաձայնի։ Եվ այս կերպ Միացյալ Նահանգները փորձում է ուժով ստիպելու իրանական կողմին համաձայնելու զիջումների, որոնք անթույլատրելի են հենց Իրանի թե քաղաքական, թե ռազմական դիրքերը հաշվի առնելով։ Ես ենթադրում եմ նաև ելնելով նրանց, որ արդեն իսկ տեղեկատվություն է սկսում արտահոսել, որ իբրև թե Միացյալ Էմիրությունները եւ այլ երկրներ դիմել են Միացյալ Նահանգներին, որպեսզի 10-օրյա զինադադար լինի, որպեսզի հասկանան ինչպես են հետ վերադառնում հուշագրի դրույթներին, բայց կարծում եմ սա նաեւ ամերիկյան կողմի պահանջն է, որպեսզի կարողանան այս փուլում դադարեցնել, չնայած նրան, որ իրենք հերահար առումով նախապատրաստում են շատ ավելի լուրջ, շատ ավելի լայնածավալ ցամաքային գործողություններ առող գործողությունների, որը կլինի միայն իրենց նոյեմբերյան ընտրություններից հետո, այսինքն տարեվերջ կամ ավելի շատ մյուս տարվա գարնան կողմերը։ Այսինքն միևնույն է Միացյալ Նահանգները գնալու է մեծամասշտաբ պատերազմի։ Միացյալ Նահանգները իր ծրագրերին չի հասել եւ դատելով ադմինիստրացիայի տրամաբանությունից եւ ամերիկյան մտածելակերպից իրենք կուլ տալու ցանկություն չունեն այս պարտությունը, ոչ էլ խիզախություն ունեն ընդունելու, որ իրենք ծախողել են այս գործընթացում եւ իրենք այս պարագայում փորձում են դեռևս օգտագործել իրենց ունեցած ազդեցությունը եւ լծակները հարակից պետությունների վրա, նրանց ղեկավարության վրա, որպեսզի ստիպեն նրանց գնալու այն ծրագրով, որը ենթադրում է ցամաքային գործողություններ Իրանի դեմ։ Դրանց մեջ ներառված են նաև Թուրքիան եւ Ադրբեջանը եւ ցավոք սրտի նաև Հայաստանը իր թրիփ մասով։ Այսինքն պետք է մասնակցեն պատերազմին ամերիկյան կողմից նկատի ունեք Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանն էլ անուղղակիորեն։ Եվ դա այն հանձնառությունն է, որ իրենք ունեն Իրանի դեմ գործողությունների առումով եւ այդ հանձնառությունների շրջանակում է, որ Ադրբեջանին նվիրաբերվեց Արցախը։ Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնակցությունը ինչ կոնտեքստում ենք հասկանում, այսինքն ուղղակի ռազմական գործողություն, թե օրինակ Ադրբեջանը իր տարածքը տրամադրի։ Գիտեք, տարածքը տրամադրելը դա զուտ ձևական ձևակերպում է, բայց իրականում նաև ռազմական գործողությունների մասնակցությունն է, որի նախապատրաստությունը եղել է տասնամյակներ շարունակ։ Այն զինումը, որ կատարվել է Ադրբեջանի կողմից, այսինքն Ադրբեջանի ռազմական ուռճացումը, դա Հայաստանի դեմ գործողությունների համար չէ, դա Իրանի դեմ գործողությունների համար է, եւ դրա համար իրենց համար կրիտիկական էր Արցախի հանրապետության հարավային տարածքները, որոնք այսօր օկուպացված են եւ որտեղ ըստ տարբեր արտահոսած տեղեկատվության ոչ միայն իսրայելական հետախուզական ներկայություն է, այլև ունենք այն մի քանի հազար վարձկանները, որոնք 20 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ տեղափոխվեցին այնտեղ, ինչպես նաեւ ամերիկյան հատուկ ջոկատայինների ներկայություն, որոնք պետք է մասնակցեն ցամաքային գործողություններին։ Այդ շրջանակներում է նաև հատուկ ջոկատայինների ներկայությունը, եթե չեմ սխալվում, Թուրքմենստանում, որը նույնպես նախատեսում է իր մասնակցությունը այդ գործողություններին։ Դրա հետ կապված նաև հանձնառություններ կան աֆղանական կողմից, դել չեմ ասում թուրքականին, որը իր մասնակցությունը բերել է թե անցյալ տարվա 12-օրյայի ժամանակ, թե այս տարվա հունվարի անկարգությունների եւ բռնի գործողությունների ժամանակ, որի ժամանակ ըստ նույն տեղեկատվության 7000-ից ավելի զինյալ է անցել Իրանի սահմանը եւ հենց
գործողությունները, գլխատումները իրենց կողմից են արվել եւ հարձակումները տարբեր իրավապահ մարմինների կետերի վրա, ոստիկանական եւ այլ կետերի վրա հենց իրենց կողմից են արվել եւ նախատեսվում էր, որ պետք է Թուրքիան մասնակցություն ունենա, որի համար էլ նաեւ Սիրիայի քրդերին զոհաբերեցին ամերիկացիները, թույլ տալով, որպեսզի նրանք ջարդի ենթարկվեն։ Տեսեք, ինչպիսին է Իրանի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ, եթե Ադրբեջանը փաստորեն ոչ միայն տարածքն է տրամադրում, այլ նաև այսպես ուղակի թշնամի է հանդես գալու հենց պատերազմի ժամանակ, այդ դեպքում ինչու է Իրանը շատ ավելի իներտ վերաբերում Ադրբեջանին, գոնե հրապարակային մակարդակում։ Գիտեք, խնդիրն անում է, որ այստեղ սուրճ ճոճելու ժամանակը չէ։ Ցանկացած պետություն, եթե բազմակողմանի հարձակման է ենթարկում, որքան էլ նա հզոր լինի, դիմադրելը բավականին բարդ է։ Հետևաբար, այստեղ խնդիրը տարանջատելու եւ ըստ թիրախների հնարավորինս չեզոքացնելու հարցն է առաջ գալիս, ինչին ուղղված է Իրանի գործողությունը, այսինքն Իրանը փորձում է թույլ չտալ այլ ճակատներում ռազմական գործողությունների սանձազերծում, որի պարագայում երկիրը բնականաբար ինչքան էլ մեծ լինի եւ համախումբ լինի, շատ մեծ դժվարություններով կկարողանա դիմագրավել եւ սա է պատճառը, որ չնայած իրենք շատ լավ գիտեն ադրբեջանական կողմից թե հարձակումների մասին, թե բաց թողնված անօթաչուների, թե հետախուզական ծառայությունների գործունեության մասին, իրենք լրացուցիչ գործողությունների չեն դիմում այդտեղ երկրորդ ճակատ բացել թույլ չտալու համար, որովհետև դրան կհաջորդեն ճակատներ այլ տեղերում եւ Իրանը շատ ավելի բարդ վիճակի մեջ կհայտնվի, քան այսօր է։ Նույնը վերաբերում է նաեւ Ռուսաստանին, Ռուսաստանը շատ դեպքերում կուլ է տալիս երևույթներ եւ խնդիրներ, որը այլ պարագայում իրեն թույլ չէր տա հենց միայն երկրորդ ճակատ բացելու հնարավորություն չտալու եւ դրան հաջորդող շղթայական ռեակցիայով գործող մնացած թեժկետերի ակտիվացումը թույլ չտալու համար։ Նույն սցենարն է աշխատում երկուստեք։ Այդ պատերազմի կողմերից մեկն էլ Իսրայելն է, այս դեպքում Իսրայել, Թուրքիա եւ Ադրբեջան հարաբերությունները ինչպես են զարգանում։ Իսրայելը դժգոհ է, որ Թուրքիան իր հանձնառությունը չկատարեց այս գարնանային պատերազմի ժամանակ եւ թույլ չտվեց նաեւ Ադրբեջանին կատարելու իր հանձնառությունը, կհիշեք Նախիջևանի վրա անհասկանալի ինչ որ անօթաչուների հայտնվելու եւ այսպես կազմ պատրաստ սպասելու, որպեսզի կադրերը վերցնեն եւ դրա ֆոնի վրա Ալիևի այսպես հոխորտանքները, որոնք հաջորդող ռազմական գործողության նախապատրաստական քայլեր էին, բայց Թուրքիան, ինչպես ասում են, բացատրեց Ադրբեջանին, որ ոչ ժամանակն է, ոչ տեղն է այդ գործողություն에 գնալու, քանի որ ամբողջովին իրենց համար հասկանալի էր ձախողված պատերազմի երևույթը։ Տիկին Աջանյան, նոյեմբերին այդ դեպքում ինչու է լինելու ժամանակը, երբ դուք կանխատեսում եք, որ նոյեմբերից հետո այդ փուլում ինչու են Թուրքիան եւ Ադրբեջանը արդեն ներգրավվելու։ Թուրքիան եւ Ադրբեջանը, հատկապես Թուրքիան, իրականում ցանկություն չունի պատերազմի մեջ մտնելու։ Թուրքիան կմտնի պատերազմի մեջ այն ժամանակ, երբ որ վստահ լինի, որ Իրանը արդեն կործանվում է եւ ինքը իր բաժինը կարող է այդտեղից փոկել եւ այդ ժամանակ նաեւ թույլ կտա Ադրբեջանին մտնելու, որտեղ Ադրբեջանի մտնելով ինքն էլ է ներքաշվում այդ պատերազմի մեջ կամա թե ակամա։ Այլ խնդիրը, որ ամերիկյան կողմը եւ իսրայելական կողմը իրենց ծրագրերը մշակելիս հաշվեին առել, որ Թուրքիան եւս պիտի մասնակցի, ինչպես քրդական ջոկատները պիտի մասնակցեին թե Իրաքի Քրդստանի հատվածից, թե իրենց նախատեսածով նաեւ պետք է Իրանի Քրդստանի քրդական խմբավորումները փաստացիորեն մտնեին ցամաքային գործողության մեջ իրենց պետության դեմ, բայց քանի որ Սիրիայի քրդերին զոհաբերեցին հանուն Թուրքիայի պահանջի, որպեսզի դրա համապատասխան նա մասնակցի, արդեն քրդական կողմը հետ քաշվեց, դրանով իսկ տապալվեց ցամաքային գործողության ծրագիրը։ Տապալվեց նաև աֆղանական հատվածում, քանի որ Պակիստանը շատ լավ հասկանալով վտանգները, որը Աֆղանստանում կուտակված այդ զինյալների միջոցով փորձեր արվելու Իրանի դեմ գործողություններ իրականացնել, դրանով նաև ապականացվելու էր Պակիստանի հետ կապված հարցեր, այսինքն նրանց ներթափանցումը Պակիստան եւս հնարավոր էր։ Պակիստանը սկսեց հարվածներ հասցնել, կհիշեք, հենց պատերազմից 2 օր առաջ Աֆղանստանի այն հատվածներին, որտեղ այդ զինյալները կուտակված էին։ Այսինքն այդ շրջափակված զինված ցամաքային գործողության ծրագիրը փաստացիորեն տապալվեց, որովհետև նախ իրանական ղեկավարության ջախջախումով
վերացումով Իրան պետությունը չկազմալուծվեց որպես կառավարման համակարգ, հակառակը ժողովուրդը ավելի համախմբվեց եւ երկրորդ ցամաքային գործողության մասնակիցները ուղղակի հետ քաշվեցին։ Ամեն մեկը իր խնդիրը ունենալով ցամաքային գործողության մեջ չմասնակցելու համար։ Դրա արդյունքում թե Միացյալ Նահանգները սարսափելի կորուստներ կրեց, ոչ միայն ռազմատեխնիկայի առումով, այլև միջազգային հեղինակության տեսակետից, էլ չեմ ասում Իսրայելը սարսափելի կորուստներ կրեց, թե իր եղած ռազմական կարողությունների ոչնչացման տեսակետից, թե երկրի հեղինակության առումով, թե իր ձեռք բերած դիրքերի առումով այդ տարածաշրջանում։ Այսինքն այն գործողությունը, որին պիտի սատարեին եւ որի հանձնառությունը ունեին սատարելու թե Ադրբեջանը, թե Թուրքիան եւ թե մնացած այն դերակատարները, որոնց վրա այդ ծրագիրը նաեւ հենվում էր, իրենք իրենց դերը չկատարեցին, ինչը բումերանգով հարվածեց նահանգներին եւ Իսրայելին։ Այստեղ նաև հասկանանք Հայաստանի դերակատարությունը, դուք ասում եք Թրիփով է Հայաստանը մասնակցելու, բայց չէ՞ որ Թրիփը ռազմական պրոյեկտ չէ։ Այստեղ Միացյալ Նահանգների զինյալներն ռազմական պրոյեկտ չէ, բայց Թրիփը անհրաժեշտ է, որպեսզի Նախիջևանից դեպի Ադրբեջան ցամաքային ճանապարհով, այո, ռազմատեխնիկան եւ մարդուժը կարողանան տեղափոխել։ Սա ի սկզբանե եղել է ծրագրի մասը եւ սա եղել է այն ծրագրի մասը, որը պիտի իրականացվեր 20 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, բայց մեր զինվորների անձնուրաց պայքարի արդյունքում դա իրականություն չդարձավ։ Այսինքն սա անհրաժեշտ է, որպեսզի հյուսիսից փակեն Իրանը, ամբողջովին անակոնդայի նման շրջափակեն Իրանը իր համար թշնամական տարերով եւ պետություններով, որպեսզի կարողանան խեղդել Իրան պետությունը եւ արդեն իսկ ներթափանցման միջոցով նաև այսպես ասած Ատրպատականի հատվածում, ներքևում Բելուջիստանի հատվածում, Քրդստանի մասում եւ այլ հատվածներում ազգային փոքրամասնություններին հրահրելու միջոցով կարողանա երկիրը ներսից պայթեցնել։ Իրանը խնդիրներ, մտահոգություններ ունի այս հարցով։ Միանշանակ ունի։ Միանշանակ բավական մեղմ են արտահայտվում նրանք։ Չի ասի, Իրանի քաղաքականությանը ծանոթ մարդիկ կհաստատեն, որ ոչ թե մեղմ են, այլ իրենց արտահայտման ձևերին անսովոր շատ հստակ եւ ուղիղ են արտահայտվում։ Սովորաբար իրանցիները այդքան ուղակի դիրքորոշում չեն արտահայտում, իսկ մենք տեսել ենք արդեն տարիներ շարունակ իրանական կողմը հստակ նշում է, որ ինքը թույլ չի տա սահմանների որևէ փոփոխություն եւ իր սահմաններին որևէ արևմտյան ներկայություն։ Եվ այս պատերազմից հետո էլ ավելի հստակ արտահայտեցին, որ որևէ ամերիկյան ներկայություն իրենք թույլ չեն տա իրենց սահմաններին։ Բայց երբ Հայաստանը գնում է եւ ստորագրում է Թրիփը, դրանից հետո Իրանից հայտարարում են, որ հայաստանցի պաշտոնյաները մեզ հավաստիացրել են, որ դա մեր դեմ չէ, այսինքն այդ հավաստիացումները նրանց համար բավարար են եւ դրանից հետո հիմա արդեն Հայաստանը գնում է վավերացման գործընթացով։ Բավարար չէ եւ իրենք ուղղակի բացահայտում են այն կեղծիքը, որը մեր իշխանությունները հրամցնում է իրանական կողմին։ Եվ սա նշելով, որ իրենց ներկայացնում են, որ սա իրանական կողմի դեմ չէ, բայց իրականում ամերիկյան ներկայություն էստեղ բերելով, ինչի մասին խոսվել է դեռ շատ վաղուց, երբ որ խոսք էր գնում ամերիկյան ռազմական մասնավոր ընկերությունների միջոցով ապահովման մասին եւ մենք հստակ նշում ենք, որ դա նշանակելու է ամերիկյան ռազմական ներկայությունը սահմաններին, այսինքն իրանական կողմը այդքան միամիտ չէ, որ ուղակի այդ խոսքերին հավատալով ենթադրի, որ դա իրականություն է դառնում եւ նա շատ լավ տեսել է մեր իշխանությունների ձեռագիրը, երբ որ մեր ժողովրդին խաբելով եւ մի բան ասելով փաստացիորեն այլ իրավիճակի առջև են կանգնեցրել, որը տրամագծորեն հակառակ է այն խոսույթին, ինչը ներկայացվում է հանրայնորեն։ Հիմա Հայաստանի իշխանությունները մտածված գնում են հակաիրանական գործողությունների, այո, գիտակցելով, որ դա կարող է օգտագործվել, թե ուրիշ տարբերակ չունեն։ Նաև գտնում եք, որ հստակ այդ պայմանավորվածությունն էլ ունեն, որ անհրաժեշտության դեպքում պետք է դա օգտագործվի Իրանի դեմ։ Այո, եւ իրենք տալիս են իրավական այն հենքը, որը կապահովի ամերիկյան կողմին այդ ճանապարհի օգտագործումը ըստ իր հայեցողության։ Դրանից հետո ինչ է լինելու Հայաստանի ճակատագիրը, Հայաստան-Իրան հարաբերությունները, մենք տեսնում ենք, որ Իրանը տարածաշրջանում բոլոր ամերիկյան բազաներին հարվածում է, այդ դեպքում Հայաստանն էլ է հայտնվելու թիրախում։ Եթե Աստված մի արասցե այդ իմ նշած մեծածավալ գործողությունների ժամանակ այդ ճանապարհը գործի եւ այդ ճանապարհը օգտագործվի հենց
այն նպատակով, որով ի սկզբանե դա մտածվել է, ապա իհարկե դառնում է թիրախ եւ այստեղ կասկած լինել չի կարող։ Տիկին Աղաջանյան, ինչից է կախված այդ ճանապարհը կգործի, թե ոչ, որովհետեւ եթե մենք տեսնում ենք կողմերի մտադրություններին, ովքեր որ ստորագրել են, նրանք հստակ գնում են արդեն դրա շարունակության, այսինքն այլև արագացված տեմպերով փորձում են դա իրականություն դարձնել, քանի որ ինչպես նշեցի, ժամանակը իրենց օգտին չէ, իրենք ունեն ընտրություններից հետո նոյեմբերյան ընտրություն, խոսքը Միացյալ Նահանգների մասին է, բնականաբար իսրայելական կողմի մասին է։ Միացյալ Նահանգները նոյեմբերի ընտրություններից հետո մինչև նախագահական ընտրություններ ունի մոտավորապես տարի ու կես ժամանակ իրականում իր համար որոշակի հաղթանակ կերտելու եւ ինչ որ մի բան իր ընտրողներին ներկայացնելու համար եւ վերականգնելու կորսված այն հեղինակությունը, որը իրեն անհրաժեշտ է աշխարհի հեգեմոն պետություն համարվելու համար։ Եվ այս առումով իրենք շտապում են եւ այդ շտապողականությունն է, որ ստիպում է իրենց արագացված տեմպերով այստեղ խմբեր ուղարկել ինժեներական նաեւ մասնագիտության, որ իրենք տեսնեն ինչպես կարող են արագացված ձևով դա իրականություն դարձնել։ Ինչը կխանգարի, միակ բան, որ կարող է խանգարել մեր հանրային ընդվզումը եւ անհանդուրժողականությունն է։ Ներսում Հայաստանի։ Որը թույլ չի տա մեր երկիրը դնել զոհասեղանին։ Բայց հանրությանը դա ներկայացվում է որպես տնտեսական պրոյեկտ է դա ներկայացվում, որպես անվտանգային պրոյեկտ է ներկայացվում։ Հրաշալի կերպով մանիպուլացնում են մեր ժողովրդին, իրական նպատակները քողարկելով, եւ մենք տեսանք այդ վարած քաղաքականության իրական արդյունքները, թե Արցախի հայաթափման կորստի եւ փաստացիորեն հայ ժողովրդի 21-րդ դարում եւս մեկ անգամ ցեղասպանություն վերապրելու, թե մեր սահմանային տարածքները Ադրբեջանին նվիրաբերու առանց դրա համար իրավական հիմքեր ունենալու, թե ցանկացած ռազմական գործողություն ադրբեջանական կողմից ինչ որ մի փաթեթավորմամբ ներկայացնելու եւ հաջորդող հանձնումները եւ իրենց կողմից նախկինում ստանձնած հանձնառությունները փաստական գետնի վրա իրականություն դարձնելու համար այսպես ստեղծագործ կերպով դա փաթեթավորելու համար նույնը վերաբերում է թե այսպես կոչված անկլավներին, որը որևէ իրավական հիմք չունի, նույնը վերաբերում է այսպես կոչված Ալմաթի հռչակագրին, որը եւս որևէ հիմք չի կարող դառնալ, նույնը վերաբերում է այն քարտեզներին, որը մենք մինչ այսօր չենք տեսել եւ որոնք ըստ ամենայնի ընդհանրապես ադրբեջանական ցանկություններով ձևված քարտեզներ են, որոնք իրականության հետ որևէ առնչություն չունեն, ել չեմ ասում իրավական հիմք չունեն, նույնը վերաբերում է ադրբեջանցիների այստեղ վերաբնակեցվելու ցանկության եւ արևմտյան Ադրբեջան դարձնելու եւ իրենց հավակնություններին, իրենց մեր գերակա դիրքերում տեղակայվելուն եւ դրան հակընդդեմ հայկական կողմից գործողություններ չանելուն, իրենց կողմից այսպես տարածքը իբրև թե մեր համար առևտրի բացելու, բայց իրականում մեր հաշվին իրենց բյուջեն լցնելու Իսկ կարող եմ շարունակել սա անվերջ։ Այստեղ մենք գործ ունենք զուտ մանիպուլատիվ վարքագծի հետ, սեփական հանձնառությունները գետնի վրա իրականացնելու եւ դա մեր հանրությանը գեղեցիկ փաթեթավորմամբ եւ հերթական անգամ խապկանքի ներկայացնելու հետ։ Տեսեք, թրիփը չեղարկելու տարբեր դուք ասացիք ներքին ընդվզումը, իսկ արտաքին գործոններից թրիփը չեղարկելու տարբերակներից մեկը կարող է հանդիսանալ հենց այս պահի Իրան եւ Միացյալ Նահանգներ լարվածությունը, այսինքն ով հաղթողի դիրքում հանդես եկավ, նա էլ կարող է թելադրել այս իշխանությունների պարագայում խոսել թրիփը չեղարկելու մասին մենք չենք կարող։ Այլ խնդիր, որ կարող է ստեղծված լարվածությունը դրա հաջորդող աշխարհաքաղաքական զարգացումները որոշակիորեն հետաձգեն դրա իրականություն դառնալը եւ դրա այն նպատակով օգտագործվելը հանուն ինչի դա փաստացիորեն արվում է։ Սա կարող է լինել, բայց այս իշխանությունների օրոք խոսել թրիփը չեղարկելու մասին մենք չենք կարող։ Մենք անդադ ասում ենք, որ նաև այս թրիփի միջոցով փորձում են մեկ այլ խնդիր լուծել Ռուսաստանին առհասարակ դուրս թողնել հարավային Կովկասից եւ որ Ռուսաստանը որևէ մասնակցություն չունենա, բայց վերջերս մենք տեսանք մի նշանակում խոսքը թրիփ հիմնադրամի ղեկավարի նշանակման մասին էր ԱՄՆ պետքարտուղարության կողմից, որը ռուսաստանցի պաշտոնյա էր, խոսքը Սոկոլովի մասին է։ Դա ինչով էր պայմանավորված, որովհետև շատ փորձագետներ մեկնաբանում են, որ գուցե նրա միջոցով է ռուսական ներկայությունը ապահովելու այդ նախագծում։ Գիտեք, ես ինչքան գիտեմ, նա պաշտոնյա չէ, նա ընդհանրապես Ռուսաստանում ծնված անձնավորություն է, որ տեղակայվել է ցակմամբ հրյա,
եւ այստեղ խոսել ռուսական կողմի հետ ինչ որ համաձայնությունների մասին, ես ավելի կվերագրեի դա ցանկալին իրականության տեղ ներկայացնելուն։ Բացարձակապես կապ չունի մեկը մյուսի հետ։ Պարզապես նա փաստորեն նաև Թեղուտի ընկերության ղեկավարն է Հայաստանում։ Քանի որ նա արդեն իսկ ներգրաված է մեզ մոտ տնտեսական գործունեությամբ, ենթադրում եմ, որ զուտ ընտրությունը կանգնել է նրա վրա, հաշվի առնելով, որ նա տեղական պայմաններին եւ տեղական իրավիճակին շատ ավելի ծանոթ է եւ երևի ֆինանսական ներդրում անելու ցանկություն ունի եւ դրանից եկամուտ ստանալու։ Բայց սա որևէ կերպ չեմ կապի ռուսական իշխանությունների եւ նրանց դիրքորոշումների հետ։ Այլ խնդիր է, որ թրիփը դա ռուսներին դուրս մղելու համար չէ, ռուսներին դուրս մղելու համար այլ գործիքակազմ է օգտագործվում եւ դա եղել է թե Արցախից խաղապահների դուրսբերման գործընթացը, թե այստեղ ռուսական ընկերությունների եւ ռուսական մասնակցությամբ ընկերությունների դեմ գործողությունները, թե Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալու առումով հանդես եկող քաղաքական գործիչների հետապնդումը, թե ռուսատյացության ներարկումը մեր հանրության մեջ արդեն տարիներ շարունակ սկսած հապկից վերջացրած վերջերս արդեն ԵԱՏՄ շրջանակների հետ կապված խնդիրները եւ դա օգտագործել է հակառուսականությունը խրախուսելու համար, երբ որ հիմնական մեղավորները իրենք են եւ իրենց վարած քաղաքականությունը։ Այստեղ կա թելադրանք, Հայաստանը ըստ արևմտյան գլոբալ ծրագրերի պիտի դուրս լինի ռուսական ծիրից, այո, եւ այս ծիրից եւ պետք է ոչ միայն դուրս լինի, այլև անհրաժեշտության դեպքում գործի հակառուսականության տրամաբանության շրջանակներում։ Իսկ հակառուսականության տրամաբանության շրջանակներում այստեղ օպերատորը նշանակված է Թուրքիան։ Կարծում եմ եզրակացությունները մեր հանրությունը կարող է հստակորեն իր համար անել։ Հիմա Հայաստանը գործում է այդ ձեր ասած ծրագրով, պլանով, հակառուսականության ոչ թե Հայաստան, այլ Հայաստանի իշխանությունները եւ ինչպես նշեցի, իրենք այլ բան անելու հնարավորություն չունեն, որովհետեւ իրենք բերվել են այդ ուժերի կողմից, իրենք պահվում են այդ ուժերի կողմից, իրենք ունեն հանձնառություն այդ ուժերի հանդեպ եւ այդ հանձնառությունները ամրագրված են տարբեր լծակներով եւ ուրեմն կոմպրոմատներով, որոնցից դուրս գալ իրենք չեն կարող։ Ավելացնեմ, արևմտյան կողմը երբ որ ինչ-որ մեկին նշանակում է, այսպես հեշտորեն չի թողնում, որ նա իր թակարդից սպրդի եւ կարողանա իր ազգային շահերին համապատասխան գործողություններ անել։ Մենք տեսել ենք թե Իրաքում Սադամ Հուսեյնի ճակատագիրը, թե Լիբիայում Քադաֆիի ճակատագիրը եւ բազում նմանատիպ ածած ճակատագրեր, որոնք փորձել են դուրս սպրդել արևմտյան այդ դրածոյի թակարդից եւ հետևանքները շատ տխուր են եղել։ Իրենք շատ լավ գիտեն, որ իրենք այդ ուժն ու կարողությունն էլ չունեն։ Էլ չեմ ասում իրենց կուտակած ֆինանսական միջոցներ ուղղակի այսպես միանգամից իրենցից կվերցվեն տարբեր թե փողերի լվացման, թե հանցագործ գործունեության անվան տակ, եկեք չմոռանանք մեր պետությունում ամենատարբեր հանցագործ դեպքերի արձանագրումը, որոնք իրոք աննախադեպ էին, հենց այն 1 տոննա կոկաինը, որը այստեղ չգիտես ինչպես բանանի արկղերի մեջ հայտնվեց եւ դրա զուգընկերը 3 տոննայի չափով իտալական նավահանգիստներում հայտնաբերվեցին եւ մենք մինչեւ օրս դրա այս քննության արդյունքները եւ մեղավորներին չեն կարողացել հայտնաբերել եւ դրա այսպես ասած շրջանառության գումարները որտեղ են հանգրվանել դրա մասին տեղեկատվություն չունենք եւ բազում այլ դրվագներ, որոնք մեր հանրությունը այդպես բացահայտորեն չի տեսնում, սակայն կարող են ժամանակի ընթացքում դրանք դրվել այս իշխանության դիմաց եւ դրա դեպքերը մենք տեսնում ենք Ուկրաինայում, երբ որ Զելենսկին փորձում է ինչ-որ անհատական խաղ խաղալ եւ իր առջեւ բացվում են մայդանային դռները, ցույց տալով թե իր տեղը, թե իր դերը։ Հակառուսական ձեր ասած քայլերը միջև ուր կարող են հասնել։ Վերջնական ծրագիրը ո՞րն է։ Նաև այս փուլում մենք հիմա ինչ փուլում ենք գտնվում։ Հայաստանը ի վերջո ԵԱՏՄ-ից դուրս գալու է, թե դուրս չի գալու Տիկին Աջանի։ Գիտեք, եթե մեր ժողովուրդը այսքան ընդվզող եւ ըմբոս չլիներ, վաղուց արդեն այդ քայլը իրականացված էին եւ ինչպես Միացյալ Նահանգների դեսպաններ արտահայտվել, եթե չեմ սխալվում, ԵԱՀԿ դեսպանը, որը խոստացել
ստացել էր մի քանի տարիների ցուրտ ձմեռներ եւ տնտեսական ճգնաժամեր, մենք վաղուց արդեն դա ապրած պիտի լինեինք։ Ընդվզումը ամեն տարի մենք տեսնում ենք տարբեր դրվագներով, եղել է եւ 20 թվականի պատերազմից հետո 21 թվականին, եղել է եւ 22 թվականի դիմադրության շարժումը։ Այո, դրանք ցույց են տալիս, որ հանրային ընդվզումը որևէ տեղ չի անհետացել։ Իրենք մտածում էին 24 թվականին, որ մեր ժողովրդի ողնաշարը այլևս ջարդված է Արցախը կորցնելով եւ էթնիկ զտման միջոցով, սակայն Սրբազան պայքարը ցույց տվեց, որ իրենց գնահատականները սխալ են եւ մեր հանրությունը կարող է ամենաանսպասելի կերպով արձագանքել ավելի մեծ ու լայնածավալ ընդվզման ալիք բարձրացնելով։ Նույնը տեսան անցյալ տարի եկեղեցու դեմ արշավի պարագայում, այսինքն իրենք գոնե մի դաս իրենք արդեն սերտել են, որ մեր հանրության լռությունը իրենք չեն կարող դա գնահատել որպես անկալում կամ արդեն բացարձակապես անկամ հանրության գոյություն եւ այս է պատճառը, որ մենք տեսնում ենք հնարավոր անդիմադիր առաջնորդների չեզոքացում եւ անդիմադիր դաշտի այսպես ամլացման գործընթաց։ Սա պատահական չէ, որտեղ իրենք նախապատրաստում են հերթական զիջումներին, որը գինն է Ադրբեջանի եւ Թուրքիայի մասնակցության Իրանի դեմ գործողությունների, որի հաջողելու պարագայում նաեւ հաջորդող этаպում պիտի լինի Ռուսաստանի դեմ գործողությունները։ Այստեղ Հայաստանը պետք է, որ ինքը նվազագույնը խանգարիչ գործոն չլինի։ Նախ Ռուսաստանի դեմ գործողությունները որոնք պետք է լինեն, որոնց մասնակցելու է Հայաստանը եւ դուք զիջումների մասին եք խոսում, ինչ զիջումներ են սպասվում Հայաստանի կողմից։ Հայաստանի կողմից անկլավների մասին է։ Այո, ոչ միայն անկլավներն են, սահմաններն են, այդ ադրբեջանցիների այստեղ ուրեմն վերաբնակեցում կոչվածն է, որոշակի իրավունքների հանձնում է ադրբեջանցիներին, թուրքերի տնտեսական ներկայացվածության ուժեղացումն է, որի պատճառով է նաև մեր գյուղատեսությունը այսպես գլխատվում բոլոր հնարավոր շերտերով եւ նույն արևմուտքի ցանկությամբ այստեղ ընդհանրապես ռուսական որևէ ներկայության բացառումն է եւ դրա փոխարինումը միայն արևմտյան գործարարների եւ ռեսուրսային բազան քամողների ներկայությամբ։ Այսինքն այստեղ խնդիր է դրված, որ ընդհանրապես Հայաստանը դառնա բացարձակապես կամակատար ինչ որ մի տարածք, որտեղ արևմտյան ուժերը իրենց ուզածի պես ոնց ասեն, ոնց չափեն, այնտեղ մնացածը ձևեն։ Մեր ժողովուրդը բացարձակապես ցանկություն չունի իր ինքնությունը զոհաբերելու եւ սա հակառակ է գնում թե ժամանակային առումով, թե նպատակային առումով այն ծրագրերին, որը հղացվել է եւ արդեն տարիներ շարունակ իրականացվում է արևմուտքի կողմից։ Հիմա ժողովրդի դիմադրությունը ինչպես պետք է արտահայտվի, որովհետեւ նույն Նիկոլ Փաշինյանը նաեւ ասում է, ես մանդատ եմ ստացել իմ բոլոր քայլերը անելու համար եւ ես բացահայտ քարոզարշավի ընթացքում հայտարարել եմ ինչ եմ անելու եւ մարդիկ ինձ ընտրել են։ Սա այն թեզն է, որը նա օգտագործելու էր, եթե ստանար սահմանադրական մեծամասնություն եւ դրանով փորձելու էր սահմանադրությունը փոխել առանց հանրաքվեի դնելու։ Հիմա նա փորձում է հրամցնել հանրությանը դա, շատ լավ հասկանալով, որ ինքը նախ չունի հանրային աջակցություն, ինքը չի ստացել այդ ձայները, այն տոկոսները, որը գրանցվել են, դրանք մեծագույն խախտումներով են գրանցվել եւ դրա մասին սահմանադրական դատահանում լսումները հստակ ցույց տվեցին, որ մենք խոսում ենք նվազագույնը 160,000 ձայնի մասին, նվազագույնը, ել չեմ ասում, որ դրա տոկոսները շատ ավելին կարող են լինել եւ այս պարագայում նա փորձում է ուղղակի հանրությանը ներկայացնել մի բան, որը իրականությանը չի համապատասխանում եւ ես հույս ունեմ, որ մեր հանրությունը չի անցալում այդ թեզը։ Նա իր համար փորձում է դաշտ ստեղծել արդարացնելու հետագա քայլերը, որոնք պիտի արվեն առանց ներկա օրենսդրական դաշտի պահանջների։ Տիկին Աղաջանյան, դիմադրություն ասելով դուք նկատի ունեք շարժումներ պետք է դեռ լինեն, ցույցեր պետք է լինեն այս բոլոր գործողությունների դեմ։ Երբ ասում եք կարող են համակցված գործողություններ լինեն, դա կարող է լինել եւ ընդդիմադիր ուժերի հստակ աշխատանք ազգային ժողովում, որ թույլ չտան տարբեր օրենքների խեղաչուրումը, որոնք այսօր խանգարում են իշխանություններին իրենց ուզածով ընդունել եւ ավերացնել փաստաթղթեր, որոնք մեր պետության ինքնիշխանությունը եւ մեր պետության
գոյությունն են փաստորեն վտանգում։ Դա կարող է լինել մեր նույն հանրային դաշտում եւ տարբեր արտադրողների մշտական բողոքը եւ իրենց դժգոհության արտահայտությունը, հենց իրենց տնտեսական վիճակի առնչվող խնդիրները առաջ բերելով եւ դրանց համակցված շարժումների տեսքով առաջ մղումը, այսինքն մենք խոսում ենք նրա մասին, որ մեր հանրությունը իրականում հասկանա ում հետ գործ ունի եւ ինչ ծրագրով է դա իրականացվում։ Եթե նույն ենթադրենք գյուղարտադրողը այսօր լռի եւ իր շահերը չպաշտպանի, ես չեմ ասում քաղաքական հարցադրումը դուրս գա, բայց իր շահերը չպաշտպանի, այս իշխանությունները ենթադրելու են, որ դիմացը բողոք չկա, դիմացը պատնեշ չկա եւ իրենք ցանկացած բան կարող են անցկացնել, բայց երբ որ դիմացինը բողոքում է իր շահերը պաշտպանելով, ես այստեղ չեմ խոսում քաղաքական խնդիրներ առաջադրելու մասին, նա գիտի, որ քաղաքական անընդունելի կամ ինքնության անընդունելի դրվագներ առաջ բերելով այս բողոքը կրկնակի եռակի է դառնալու եւ դրա դեմը ինքը չի կարողանալու առնել։ Նույնը վերաբերում է վերջերս մեր անհետ կորածների ծնողներն են նորից բողոքում, մենք ունենք գերիների հետ կապված խնդիրներ, մենք ունենք մեր արտադրողների սպառման շուկաների հետ կապված խնդիրներ, որոնք գրանով խորանալու են եւ մենք տարեվերջին տեսնելու ենք մի սարսափելի իրավիճակ, երբ որ կորուստները տնտեսական ահավոր են լինելու, դա մի կողմից գուցե թե մեր հանրության աչքերը բացի, թե իրականում ինչքան օգուտ են ստանում ԵԱՏՄ շուկայում եւ հատկապես Ռուսաստանի հետ համագործակցությամբ, որը երբևէ քաղաքական խնդիրներ առաջ չի դրել տնտեսական համագործակցություն իրականացնելիս, ինչը անում է արևմուտքը եւ մյուս կողմից հասկանան, որ արևմուտքի խոստումները դրանք ընդհանրապես գեղեցիկ զարդարված փուչիկներ են, որի մեջ 99% արտադրանքը ձեր կիրացվի որի մեջ բովանդակություն չկա, որի մասին մենք բազմիցս զգուշացրել ենք եւ որի հետ կապված հույսեր ունենալը դա նշանակում է ընդհանրապես սառույցին գրել բոլոր այդ ցանկությունները։ Եթե հիմա շարունակվեն այս Ռուսաստանի հետ վատ հարաբերությունները, սահմանափակումները, ինչ է լինելու Հայաստանի վիճակը նախ եւ տնտեսական առումով եւ երկրորդը նաեւ էներգետիկ առումով, որովհետեւ արդեն Ադրբեջանն է խոսում մեր էներգետիկ երաշխավորը եւ մատակարարը լինելու մասին։ Դենք Ռուսաստանի, ինչպես իշխանություններն են ասում, կախվածությունը Ռուսաստանից փոխարինելու ենք ադրբեջանական կախվածությամբ։ Մենք փոխարինելու ենք ադրբեջանական կախվածությամբ, ստանալով նույն ռուսական գազը կամ ռուսական վառելիքը, վճարելով հավելյալ եւ հարստացնելով Ադրբեջանին։ Այսինքն սա հերթական այն կեղծիքն է, որը մեզ հրամցվում է, ընդ որում մեր հաշվին սնուցելով մեր թշնամուն, մեր հաշվին հարստացնելով մեր թշնամուն։ Եթե չեմ սխալվում, վերջերս տվեցին թվերը, որը մենք այս մի քանի ամսվա ընթացքում Ադրբեջանի բյուջեն համալրել էինք 17-ից ավել միլիոն դոլարով, երբ որ ադրբեջանական կողմը ընդհանրապես հայտարարել է 900 քանի դոլար մեր մոտից չգիտեմ ինչ ապրանք տարանցելու մասին։ Այսինքն այստեղ անգամ հավասարաչափ տարանցում չի իրականացվում։ Դեպի Հայաստան գալիս է, բայց Հայաստանից գնալը նույն Ադրբեջանի տարածքով չի թույլատրվում։ Էլ չեմ ասում ապահովության մասին։ Այն, որ Ադրբեջանը ինքը ռեսուրսային առումով բավականին աղքատ է եւ գնալով էլ ավելի է նվազում նրա կարողությունը եւ նա հիմա փորձում է իրեն դիրքավորել որպես կարևոր գործընկեր տարանցման վրա փող աշխատելով, մենք օգնում ենք իրեն այդ դիրքերը ապահովել, երբ որ նա այդ դիրքերը ունենալու որևէ իրավասությունը չունի։ Եվ այս պարագայում սա ընդհանրապես այդ հանձնառությունների շրջանակում է։ Մեր ժողովուրդը պիտի հասկանա, որ Ադրբեջանից կամ Թուրքիայից կախվածությունը մեզ ընդհանրապես դեպի զոհասեղան տանող ճանապարհ է, որովհետև մեր թշնամին երազում է այստեղ հայկական տարի բացակայության մասին, ոչ թե հայկական քաղաքական տարի ուժեղացման եւ պետության ուժեղացման մասին, եւ իր գործողությունները միայն նպատակաուղղված են մեր պետության ոչնչացմանը։ Իսկ դրա համար այսպես ձև անել, որ ինչ որ բարեգործություն են անում եւ ուժեղացնել կախվածությունը լինի տնտեսական, լինի էներգետիկ, որը հետո կարող է որպես խեղդող օղակ օգտագործել, իհարկե նրանք այդ գործիքը կարող են օգտագործել։ Տիկին Աջանյան, շատ կարճ, եթե ամփոփենք,
Տեսեք, Հայաստանի եւ Ռուսաստանի միջև նույնիսկ ֆորմալ հարաբերություններ այլևս չեն պահպանվելու, որովհետեւ մենք տեսանք, այդպես էլ Նիկոլ Փաշինյանին չշնորհավորեցին, այդպես էլ Ռուսաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանին չի ընդունել հեռախոսազրույցով խոսել է վարչապետի հետ, գնացել է Ռուսաստան, հանդիպել է վարչապետի հետ, այսինքն այլևս այդ հարաբերությունները հետ քայլի տեղ չունեն։ Այս իշխանությունների պարագայում չեմ կարծում, որ հետ քայլի տեղ ունեն, թեև այս իշխանությունները ամեն ինչ փորձելու են անել, ինչ որ միտեղ իրավիճակը բարելավող ցույց տալու համար, բայց կարծում ռուսական կողմը ցույց է տալիս իրեն իր տեղը։ Վարչապետը վարչապետի հետ պիտի շփվի, ֆորմալ առումով իրեն կպահպանեն այդ հարաբերությունները, բայց դա որևէ այսպես դրական դինամիկա կամ զարգացում չի ունենա։ Իրենք պայման են դրել եւ շատ իրենց շահերից ելնող հարցադրում են առաջ բերել։ Մենք ցանկություն չունենք ֆինանսավորելու մեր դեմ թշնամական գործողություններ իրականացվող ծրագրերը։ Եվ դուք այդ ծրագրերին եք լծվում։ Եվ դուք ընտրություն պիտի կատարեք, կամ իրոք համագործակցող եք եւ դաշնակից եք, կամ մյուս ճամբարն եք գնում, այդ դեպքում մենք հարաբերությունները կպահպանենք ըստ այդ որոշման։ Եվ սա կատակ չի Ռուսաստանի համար, որովհետեւ մենք մտնում ենք շատ վճռորոշ մի փուլ աշխարհաքաղաքական զարգացումների առումով։ Պատահական չի, որ Եվրոպան խոսում է ռազմականացման մասին եւ Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին եւ իրենք շատ լավ գիտեն, որ այդ ռազմական գործողություններ սկսելու ծրագրերի մեջ հաշվարկված է նաեւ Հայաստանի դերը եւ իրենք ցանկություն չունեն իրենց ներսում ունենալու դավաճան, որը ներսից պիտի իրենց թիկունքին հարվածի։ Սա է պատճառը, որ իրենք այդ հարցադրումը անում են եւ այս հարցադրումը Հայաստանին անելով նաեւ անուղղակի անում են մյուս գործընկեր պետություններին միջինասիական, որոնք դեռևս երկակի խաղ են խաղում, փորձելով եւ իբրև թե Արևմուտքի Եվրոպայի հետ լավ հարաբերություններ ունենալ եւ Թուրքիայի հետ, այսպես թուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում փաստացիորեն հակառուսական ծրագրեր մտմտալով եւ մյուս կողմից Ռուսաստանից օգուտներ քաղելով ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական զարգացման շատ բարձր տեմպեր արձանագրելով։ Այսինքն ռուսական կողմը ուղղակի հարց է դրել։ Մենք ցանկություն չունենք այլևս ցույց տալու, որ մենք խաբվում ենք եւ ցանկություն չունենք կուլ տալու այն խաբկանքը, որը դուք այսքան տարի մեզ ներկայացրել եք։ Որոշում կայացրեք, ըստ այդ որոշման մենք առաջնորդվենք։ Այսինքն ուզի պետք է արդեն ընտրությունը կատարի Փաշինյանը։ Նրանք այդ հարցը առաջ են բերում, այլ խնդիր, որ կարող է մեր ներքաղաքական զարգացումները կամ ինչպես նշեցի արտաքին նույն Իրանի հետ կապված զարգացումները իրեն շտկումները բերեն քաղաքական իրավիճակում որոշակիորեն ձգելով process-ը եւ դրանով փոփոխություններ արձանագրելով, որը օրինակ եթե մեր երկրում իշխանափոխություն լինի եւ ազգային իշխանություններ կան, բնականաբար արդեն այդ հարցերը դուրս են գալիս եւ բոլոր խնդիրները դրվում են իրենց իրավական գործող դաշտի շրջանակներում հօգուտ Հայաստանի եւ հօգուտ Ռուսաստանի իրենց զարգացումը արձանագրելով։ Շնորհակալ եմ ես ձեզ։ Հիշեցնեմ, որ ես զրուցում էի արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ, կհանդիպենք վաղը նույն ժամին, լավ եղեք։